այս իշխանությունը լռություն է պահպանում եւ վտանգային է, որ նորից էլի այնպես են անում, որ մոռացության մատնվի, մինչդեռ այս հաղորդման նպատակներ ցույց տալ, այս ձայնագրության նպատակներ ցույց տալ, որ մեզանից գողանում են մեր ընտրությունները եւ գործում է հատուկ սխեմա։ Ես ուզում եմ պարզապես եւս մեկ անգամ միացնել, որպեսզի հիշենք ինչի մասին էր խոսքը։ Դե այսպես մեկ կողմի ակումբի հրապարակում պիտի հավաքվենք երկու կուրսինել վերաբերում։ Այսքան է բացառում։ Գյուղերից տեղից ունենք եկողներ, չբացառվում, որ չկարողանանք։ Լավ, ուրեմն քանի որ տեխնիկական հարց կա չի լսում, ես ուզում եմ եւս մեկ անգամ մեր հանրությունը տեսներ իրականում ինչի մասին է խոսքը, որ այստեղ Արմավերի տարածաշրջանային պետական քոլեջի դասախոսը, որը միաժամանակ նաև ՔՊ-ի ավականու անդամ է Արմավիր համայնքում, պարտադրում է ուսանողների, ոչ թե հրավիրում անգամ, այլ պարտադրում է մասնակցել Նիկոլ Փաշինյանի հրավիրած հավաքին։ Տեսեք այստեղ որն է խնդիրը։ Խոսքը ոչ թե այս տեսանյութը հրապարակելուց անմիջապես հետո իշխանության ներկայացուցիչներ տարբեր սկսեցին մեղքը միանգամից բարթել ուսանողների վրա, դասախոսների վրա, անգամ այս թեև պաշտոնատար անձ, բայց այս տիկնոջ վրա։ Իրականում այստեղ խոսքը հարց ավելի խորքային է։ Հարցն այն է, որ գործում է սխեմա, տեսեք, կա հովանավորչություն բարձր մակարդակի, կազմակերպված եւ այս հանցագործության մասին հաղորդման մեջ մենք կոնկրետ անուններով նշել ենք, որ մեր կհամոզմամբ նախ մենք նշել ենք, որ նպատակը չէ, որպեսզի ուսանողներին ենթարկեն պատասխանատվության, ուսուցիչներին եւ այլն, որովհետեւ նրանք նույնպես զոհեր են մեր համոզմամբ եւ մեր նպատակն է նրանց նույնպես պաշտպանել այս արարքներից։ Եվ մենք հատուկ նշել ենք, որ պետք է քննություն տարվի, վարույթ իրականացվի եւ պարզվի քաղաքական մակարդակի բարձր պաշտոնատար անձանց ներգրավվածությունը այս արարքներին։ Նիկոլ Փաշինյանի, Սուրեն Պապիկյան, Լիլիթ Մակունց, Արայիկ Հարությունյան, ովքեր ներգրավված են այս հանցավոր արարքի կատարման մեջ եւ այս սխեման նաեւ հովանավորում են նրանք։ Եվ այստեղ նաեւ շատ կարեւոր է, գիտեք, ոնց որ անընդհատ պատասխանատվությունն ու մեղքը գցում են այն մարդկանց վրա, ում իրենք էլ ճնշման են ենթարկում։ Այսինքն մարդկանց ճնշման են ենթարկում, ստիպում են, որպեսի ահաբեկեն, վախեցնեն, մեկին ստիպեն վախեցնեն, որ քննություն չի ստանա, մեկին նրանով, որ աշխատանքից կազատվի, հետո որ հանգարց հարցը բացահայտվում է, այ հարցը խնդիրը դառնում է հետեւյալը, ինչու դուք բացահայտեցիք, լավ, եթե բացահայտվեցիք, դուք էլ պետք է պատժվեք։ Մեր ասած այն է, որ ոչ, այդպես չէ, այս մարդկանց, նրանք այս կատարողները որ կան, նրանք նաև ձեր զոհերն են, ձեր քայլերի եւ իրականում պատասխան պետք է տան այն մարդիկ, ովքեր հովանավորում են այդ ամեն ինչը, ովքեր այդ սխեմայի կազմակերպիչներն են գլխավոր եւ սրա նպատակն է պաշտպանել Հայաստանի ժողովրդավարությունը, պաշտպանել մարդու իրավունքները, մեր նպատակը դա է եւ պաշտպանել մեր ընտրությունները։ Դա համար ես մեր քաղաքացիներին, մեր թիմի անունից նաեւ կոչ ենք անում, խնդրում ենք, որ նրանք հանկարծ իրենց տուրք չտան այս վախերին։ Գիտեք ինչ, թող մեր քաղաքացիները ասեն, եղավ, շատ լավ, ձեր ասածն է։ Ով որ գալիս է նման փորձում է ահաբեկել, թող ասեն ձեր ասածն է, հարց չկա։ Բայց գնան եւ ընտրություն անեն իրենց համոզմունքով առանց վախերի եւ ասեմ ձեզ, որ որևէ մեկը չի կարողանալու վերահսկել, սիրելի քաղաքացիներ։ Ոչ ոք չի կարողանալու, դա սուտ է, որ օրինակ ասում են արդեն տարածում են մարդկանց մեջ, նկարեք, ուղարկեք, վերահսկելու են եւ այլն, այդպիսի բան չկա։ Եվ մյուսը մեր քաղաքացիները խնդրում ենք, որ իմանալ նկատի ունեն, որ նրանք քվեախցիկում այդ պահին ամենազորն են, ամենակարողն են, այլ առհասարակ ամենազորն են, բայց այդ պահին մարդու բացարձակ իշխանությունը պատկանում է մարդուն եւ նրանցից գնում են, գողանում են այդ իշխանությունը, սա է կարևոր եւ հետո գալիս է նորից էլի ճնշում են, որտեւ այս համայնքապետերը եւ այլն, ովքեր ճնշումներ են գործադրում, նրանք էլ հենց ընտրվել են ամեն մարդու քվեով։ Եվ հիմա դրա համար կխնդրեմ նաեւ մեր ներկայացուցիչները մեր տղաները Մենք մի փոքր ուշացանք, էլի խնդրեմ սկիզբը կասեք, հիմա այս նամակը ինչու է հանձնվում։ Հիմա այս նամակը հանձնելու նպատակը նախ մենք տեսնում ենք, որ հրապարակային դաշտում իշխանության կողմից չկա ոչ մի արձագանք։ Գիտեք, եթե լիներ սա օրինակ որևէ ընդդիմության կողմից կատարված, մի անգամից շոուներ, բանավեճեր, աղմուկ, ամեն մի падգամավորը մտնելու էր, sense լայվեր աներ, բան,
ու դրանով փորձեին ստեղծել պատրանք, որ իրենք են զոհերը, իշխանությունը։ Մինչդեռ սրա գլխավոր կազմակերպիչը եւ այս ամենը առաջ տանողը հենց իշխանությունն է, եւ մեր նպատակը ոչ թե տեսանյութով պատասխանատվության հարցը կոնկրետացնելն է այն ուսանողների վրա, որոնց ճնշում են, այն դասախոսների վրա, որոնց ճնշում են ուսուցիչները, այլ խնդիրը համակարգային է եւ խնդիրը վերևից է գալիս։ Մենք պետք է բացահայտենք, կանխենք այս շղթան, որ կա, որով մեզանից գողանում են մեր ընտրությունները։ Կանթական այսօր տեսանք, որ հերթական դրվագաղ մկահարույց արձանագրվեց Փաշինյանի քարոզարշավի ընթացքում եւ թիրախավորվեց 44-օրյա պատերազմում բռնի անհետացած բարձրաստիճան սպայի քույրը, նրա համատեքստում ուղիղ ֆիզիկական սպառնալիքի կոչեր հնչեցին։ Այս առնչությամբ թեև արել եք կարճ տեսաուղերձ, ամեն դեպքում մանրամասնեք ինչ գնահատականի պիտի արժանանար այս սպային, որ չի լինում։ Առաջինը, նա ամենակարևորը մեզ համար ուղղակի այս իրավիճակը ուղղակի սարսափելի, անգամ չգիտես ինչ բառով նկարագրես, երբ երկրի ամենաբարձրաստիճան պաշտոնյան, գործադիր իշխանության ղեկավարը կարող է թույլ տալ իրեն այդպես խոսել մարդու հետ, կնոջ, հայ կնոջ հետ, առհասարակ մարդու հետ, եւ ինչ կապ ունի դու, ինչ խնդրով է այդ մարդը եկել։ Կապ չունի անգամ այդ մարդը ճիշտ է, սխալ է, դու որպես բարձրաստիճան պաշտոնատան պարտավոր ես նրա հետ խոսել հարգալից։ Նրա ի վերջո քաղաքացին է, չէ, այս իշխանության ձևավորողը, ձայն տվողը, քվեարկողը, այս սա է, որ գիտեք, մեր համակարգի խնդրեմը, մենք պետքա վերջ տանք ի վերջո այս արատավոր երևույթին, նայեք, երբ տեսեք թիկնապահների ներկայությամբ, ինչա ինքը տենց գորգորում մունատ գալի, որովհետև թիկնապահների ներկայությամբ է, գիտի, որ իշխանություն ունի, պաշտպանված է, եւ տեսեք մարդուն ոնց է վերաբերվում։ Սա ես նշեցի նաև, որ մենք պետք է սրանով վերջ դնենք մեր այսքան տարիների այն արատավոր երևույթին, որ պաշտոնյան կամ ինչ-որ թիկնապահներով մարդիկ կարող են մարդկանց հետ այսպես խոսել ու անպատժելի մնալ։ Ես նկատի ունեմ այստեղ այն արատավոր բարքերը, որ եղել են։ Պարոն Թաթոյանը, ինչու է ընտրություններից առաջ ըստ էության դարձյալ Արցախահայությունը թիրախավորվում, ատելության խոսք գեներացվում վարչապետի կողմից, ըստ էության դա կարելի արձանագրել։ Նայեք, նախ սա նրա համար բնականաբար այդ ատելությունից ինքը սնվում է եւ արցախցիների միշտ թիրախավորելով փորձում է այդպես հասնել իր նպատակներին, եթե դուք նկատի ունեք, այսինքն պարակտում մտցնելով, եթե դուք նկատի ունեք այն տեսանյութը, որ հրապարակվել է այսօր, այդ բռնությանը վերաբերող կամ դա չէ, զուգահեռ կնոջ դեպքը դրան կանդրադառնանք այդ տեսանյութը։ Նայեք, կնոջ դեպքով մի բան էլ ասեմ, տեսեք, ես հատուկ նշեցի իմ խոսքում, սա նաև այն 35 տարիների խնդիրն է, որ մենք ունեցել ենք, այստեղ նաև նկատի ունենալով իհարկե ոչ թե երկրի ղեկավարներին անձամբ, բայց այն բարքերը, որոնք կամ այն անձինք պաշտոնատարած կլինի ինչ-որ թիկնապահներով տարբեր մարդիկ, որոնք եղել են տարբեր ժամանակաշրջաններում, դրանք միշտ եղել են, մենք դրանք միշտ տեսել ենք, բայց որ երկրի ղեկավարը այսպես խոսի, սա շատ բացառիկ արդեն դեպք է, սա արդեն մենք այստեղ գիտեք համակարգն է կարևոր, մեր քաղաքացիներով մենք պետք է որոշենք, մենք ուզում ենք, որ այսպիսի ղեկավար մենք ունենանք, մենք ուզում ենք վերջ տանք այս համակարգին, մենք ուզում ենք, որ պաշտոնյաները մարդկանց հետ խոսեն նորմալ, պաշտոնյաները վերաբերվեն մարդկանց որպես քաղաքացիներ, այլ ոչ թե ուղղակի գործիքներ, որոնց ժամանակից առ ժամանակ ընտրելու ժամանակ ուղղակի գնում են, դիմում են եւ մուրում են ուղղակի, ելը տեսեք ինչ են անում, չէ՞, մղկը տալով մարդկանցից ձեներ են մուրում, իշխանության մասին է խոսքը, մարդկանցից ձեներ են մուրում, բայց ինչի, որովհետեւ ինքը զգում է, որ մեծ խնդրեմ կա եւ մեր քաղաքացիները ես շատ ուրախ եմ, որ այսպես այդ նաև այս դեպքերով մի կողմից ուրախացնում է, որ մեր աչքերը բացվեն, նաև մեր բոլորի այսպես փոխաբերական ասենք, եւ մենք վերջ դնենք իրոք մեր քվեարկությունով, մեր լուծումով վերջ դնենք այս խնդրին, սա է կարևորը, որ երբեք նման բան չունենանք։ Պարոն Թաթոյան, եւ տեսանյութ հրապարակվեց ահաբեկչության վերաբերյալ ըստ էության սպառնալիք Նիկոլ Փաշինյանի նկատմամբ արդեն քրեական վարույթ է նախաձեռնվել, դուք ինչ գնահատական, ինչ կարծիք ունեք այդ տեսանյութի վերաբերյալ։ Մեզ համար բռնությունը բացարձակ անթույլատրելի է, ցանկացած բռնություն ինձ համար, մեր թիմի համար անթույլատրելի է։ Մեզ համար ամենակարևորը, որ պետք է ունենանք իրավունքի պետություն, բռնության ցանկացած դեպք պետք է բացահայտվի եւ պատժվի, պատասխանատվություն լինի։
ով էլ ուզում է լինի, ում նկատմամբ էլ ուզում է լինի, սա հստակ։ Մյուսը, այս տեսանյութի հետ կապված նորից էլի այո, պետք է անհապաղ քննություն արվի, բացահայտվի, բայց գիտեք ինչ կա, պետք է բացահայտվի նաև արդյոք սա պրովոկացիա չէ եւ այս իշխանությունները չեն կազմակերպել, որովհետեւ նրանք նաև շատ են թիրախավորում արցախցիների եւ հարց է առաջանում, ինձ մոտ այդ հարցը ողջամիտ շատ հիմնավոր կասկածը առաջանում է, որ հենց այս իշխանությունն էլ օրինակ կազմակերպել է, որպեսզի հետո թիրախավորի արցախցիներին։ Եթե այդպես չէ, նրանք պետք է մանրամասն բացատրություններով ցույց տան, ապացուցեն, նաև հակառակ կողմնակիցներին համոզելու համար, որտեղ դա նրանց գործելավոճն է։ Եվ սա պետք է օբյեկտիվ, հրապարակային հանրության աչքի առաջ քննությամբ պարզվի։ Իրականում ինչի մասին է խոսքը, բայց բռնությունը, նորից եմ ասում, ում նկատմամբ էլ ուզում է լինի, մեզ համար բացարձակ անթույլատրելի է, չի կարելի Հայաստանում, մեր երկրում նման կերպ հարցեր լուծել, որովհետեւ դա կործանարար է մեզ համար։ Հիբրիդային պատերազմի դրսևորում եք սա արդյոք նաև համարում, այդպես են իշխանականները մեկնաբանում, Գիտեք, դեպս այդպես Գիտեք, խոսքը նախ եկեք սենց ասենք, էլի այդ տերմինները, որ իշխանությունը անընդհատ օգտագործում է, չարաշահում է, դա ցանկացած ինչ որ պատերազմ, նման բաներ, օրինակ նման խոսույթները չպետք է լինեն, բայց ակնհայտ է, որ իշխանությունը այդ ամենը հոգուտ իր շահերի մանիպուլացնում է։ Հիմա որ իրենց հարցն է ինչ է, մենակ վերաբերում է իրենց շահերին, բայց ոչ երկրի համար։ Համար մենք պարզ լեզվով խոսում ենք մեր քաղաքացիների, ոչ թե այդպես վախեցնող տերմիններով, պարզ ասում ենք մեր քաղաքացիներին, որ մեր երկրում չպետք է լինի բռնություն։ Մեր երկրում չպետք է լինի այնպիսի իշխանություն, որը անընդհատ հրահրի, պրովոկացնի, ատելություն սերմանի եւ այլն։ Ու նման դեպքերում էլ որ կասկածներ լինեն նաև արդյոք այդ իշխանությունն արել այդ պրովոկացիան թե չէ։ Այսա պետքա որ անհապաղ պարզի հենց քննությունը։ Պարոն Հաթյան, շատ հաճախ քաղաքացիները չեն իմանում այդ օրենքի ամբողջ լեզվությունները, նրանք անմիջապես ենթարկվում են այս ճնշումներին իրենց հրահանգվող ընտրություններին այս կամ այն ուժին ձայն տալու համար։ Ինչ մեխանիզմներ կան այս քաղաքացիներին նախ տեղեկացնելու եւ որպեսզի իրանք հենց պաշտպանված լինեն իրենց դիմացությամբ, ոչ թե նման դեպքերով էլի առնվազն։ Մենայք նախ առաջինը ամենակարևորը, որ մեր քաղաքացիները այդ դեպքերի մասին բարձրաձայնեն, եթե չեն ուզում բարձրաձայնեն, նաև վախեր ունեն եւ այլն, որտեղ էլի վախեցնում են իշխանությունները, օրինակ մեզ դիմեն նաև, որտեղ մենք ունենք թեժգից գործարկված, մենք անհատական աշխատում ենք նաև մեր քաղաքացիների հետ, տարբեր դեպքեր կան, միայն այդ ձայնագրությունը չի, եւ մենք երաշխավորում ենք նաև, որ մասնագիտական մոտեցմամբ անպայման կպաշտպանենք մեր քաղաքացիներին։ Ինչ վերաբերում է պատասխանատվության ենթարկվելուն, տեսեք, այս իշխանությունը, քանի որ սա բարձր մակարդակից է կազմակերպված իմ համոզմամբ, մեր թիմի համոզմամբ, այստեղ եւ ամեն անգամ նրանք ասում են, ուսանողներին կպատժենք, տնօրեններին, ինքն է չէ ասում, կառավարության ղեկավարը, ասում է տնօրեններին ասել եմ դիմում գրի։ Անկամ նույնիսկ քննությունը չի անցկացվում։ Տեսեք, քանի որ իրենք են հենց հետո տանում են մեղավորը դարձնում են, իրականում հակառակը պետք է լինի, վերևից պետք է գանք։ Այստեղ հարց է դառնում, բայց ումից մենք գնանք ինչ ուզենք, ումից մենք գնանք պատասխանատվություն ուզենք մեղավորների, երբ որ հենց այդ մարդիկ էլ կազմակերպիչներն են։ Դրա համար այստեղ մի քանի բան կա, առաջինը, ինչպես ասեցի, ահազանգով անպայման տեղեկացնել, նաև հանրային վերահսկողությունն է շատ կարևոր, որ իմանանք բոլորը լրագրողները, հանրությունը եւ այս process-ը կանխենք, իսկ ամենակարևորը մեր քաղաքացիները պետք է գնան եւ ընտրությունը կատարեն առանց այդ վախերի, որովհետեւ նրանց չեն կարողանալու վերահսկել քվեախցիկում գաղտնի է ամեն ինչ։ Սա հատուկ ուզում ենք ասել, որ մարդիկ չվախենան հանկարծ դրանից։ Այս իշխանության նպատակն է ինքը տեսեք ինչ են սենց ատելություն սերմանում, տիկնոջը քաշ քշում, գոռում ունատ գալի, որ այնպես անեն մարդիկ զզվեն չգնանել ընտրությունների։ Ես կարծում հակառակը մենք դրանից պետք է ավելի մեր որոշումների մեջ ամրանանք ու անպայման այդ քվեախցիկում որոշումը կայացնենք առանց այդ ճնշումները կամ անտեսելով կամ հաշվի չառնելով։ Եվ գիտեք մի բան էլ այստեղ կա։ Նորից եմ ուզում սա կրկնեմ, քվեախցիկում քաղաքացին ամենազորն է։ Առհասարակ ամենազորն է, բայց քվեախցիկում այդ պահին պետք է նկատի ունենա, որ հանկարծ եթե իշխանության այդ վախերով է ղեկավարումը քվեարկում է, նրանից այդ պահին գողանում են իշխանությունը, տանում են իշխանությունը, հետո նորից ճնշելու են։ Նրանք մի փոքրուց միական բացի արմատների հայտնի ձայնագրությունից դեր գրասենյակ դիմաց այլ նմանատիպ ձայնագրություններ կան եւ ինչ քայլեր են արվել։ Այո, կան եւ մենք այս հաղորդման մեջ դրանք ենք նշել, օրինակ նույն Արմավիրում նաև ինչ էին արել, երբ մենք հրապարակել էինք
տեղեկություն, որ մեր կամավորների հետ հանդիպումներ էին եղել երիտասարդների, համայնքապետարանի տարբեր պաշտոնյաներ քաշել էին, ներբերնել էին նկարները, իդենտիֆիկացվել էին մարդկանց, ովքեր են, ուղարկել էին աշխատանքի վայրեր, քոլեջ եւ այլն, նրանց ծնողներին էին նույնականացրել, հետո գնացել էին նաեւ տներ եւ ընտանիքին վախացրել էին, ծնողներին եւ այլն աշխատանքի սպառնալով, սրա մասին շատ լավ ռեպորտաժներ նաև պատրաստվեցին, օրինակ Ազատություն ռադիոկայանը եւ մեր կամավորները խոսեցին նաև, ասեցին այս մասին։ Այս դեպքը նույնպես նշել ենք, բայց տեսեք, մենք ունենք եւս մի դեպք, օրինակ ջրի տեսուչ ներկայացող անձին գնացել էին եւ մարդկանց ուղղակի ճշտել էին ում եք ընտրելու, բայց բաց ցուցադրաբար ցուցակներում նշումներ էին արել։ Մի հատ էլ Նիկոլ Փաշինյանի օգտին քարոզ էին արել, նշումներ էին արել, որտեղ ընտրողը պարզվել էր մեր քաղաքացին էր, չենք էլ ճանաչում բնականաբար, հետո զանգով հաղորդագրությունով իմացանք, ու մի հատ էլ նշում էին արել, որ չէ, չի ընտրում Նիկոլ Փաշինյանին, այն մյուսներ կողմնորոշված չէ, այդպես թողել էին հատ, այսինքն սրանք, տեսեք, այս կերպ մենք պետք է անպայման, նորից եմ ասում, մենք դեպքերը այս ցույց տանք, բայց սա չպետք է որևէ կերպ իշխանությունը այն առավելությունը առիթից օգտվեն եւ փորձեն մեղքը գցել էլի ուսանողների, ուսուցիչների, տնօրենների վրա, այս է շատ կարեւոր։